Так, բարև ձեզ իմ հետևորդներ, շատ կների այն կինը, որ գրել էր կոմենտում, որ ուզում է ինչ-որ դեղամիջոց զոբի համար, ունի իր գրածից հասկացա, որ ունի արդեն հանգույցներ ու զիլոկներ, բարձրանալ չի կարողանում երկար։ Ճիշտ ասած, տենց բաներ միշտ ինձ մեսեջերում էին գրում սաբշենյաներում, կոմենտներում չէին գրում, դրա համար ես չէի կարդացել։ Մինչևս ես հիմա ասեմ, իմ մոտ ծանոթ չի եղել, ես չեմ հետաքրքրվել այդ զոբով, բայց գիտեմ շատ տարածված է։ Անգամ եթե նյարդայնանում եք, ուզում եք խոսել, ձայն դուրս չի գալիս կոկորդից։ Եթե այդպես է, դուք ասեցիք շնչահեղձ եք լինում, շնչահեղձ շատ բաներից կարող եք լինեք եւ բարձանում եք, բայց եթե այդ երևույթը կա նյարդայնանալուց, բղավելուց ձայնը ձեր կորում է, ուրեմն զոբն է։ Դա զոբին ինչը կօգնի, ուրեմն վեցնում եք կանանչ, գրեցկի արիխ, գրեցկի հունական պոպոկ, գրեցկի հունական պոպոկ, այն որ կանանչ է դեռ, 2 հատ ջարդում եք, դնում եք բաժակի մեջ, մի բաժակ ջուր եք լցնում տաք, թողում եք 15 րոպե։ Ես չեմ փորձել, չգիտեմ, այդ չի վառում խմելուց, ես չգիտեմ, ոչ էլ ոչ մեկին ասել եմ այդ արեք էլի, բանն էդ, տաք ջուր եք լցնում, որովհետև այդ գրեչսկի արեխը, այդ պոպոկը, սա յոդ է, անգամ հիշում եք, որ կանանք մուրաբա եք եփում, լրիվ ձերքերը յոդ է լինում, կարիճնիվի է դառնում, երկար ժամանակ չի անցնում, այդտեղ շատ յոդ կա։ Հաստատ էլի։ Так, բան եմ, ասում եմ, դրա վրա ջարդեք, որ յոդը հեշտ դուրս գա, էլի, ոչ թե կաժուրայի մեջ լինի, կանաչ է, սա պոպոկները որ դուրս գան, կանաչ վիճակում վեցրեք, ասում են ջահել պոպոկ, մալադոյ արեխ, չգիտեմ, ռուսերեն մալադոյ արեխ են ասում։ Ջարդում եք, կանաչ բան, ոչ մի բան չեք շպրտում, ոչ մեջինը, ոչ դրսինը, լավ լվում եք, ջարդում եք, վրան մի բաժակ կիպիտոկ եք լցնում, մի 15 րոպե թողում եք ու խմում եք։ Դե որ ասեմ, ոչ մեկին չեմ ասել, համոզված չեմ, դրա համար ես միշտեր որ տենց դեղեր եմ ասում, ստամոքսի համար եմ վախում, որտեղ այդտեղ յոդ է, եթե այրում է խմելուց, ստամոքսի համար շատ վատ է։ Բոլոր դեղամիջոցներից ասում եմ 10 օր ընդունեք, եթե 10 օր ընդունեցիք ու փոփոխություն չգտաք, ես չգիտեմ, հետո մի ամիս թարգեք, հետո նորից սկսեք էլի 10 օր, տեսեք ինչ կլինի, որտև ես 10 օրից շատ չեմ կարող ասել, ես ստամոքսի համար վախում եմ շատ, որտև յոդը այրում է, խմելուց էր, եթե տեսնեք այրում է, չեք կարողանում խմեք, ջուր ավելացրեք, որ տես չայրի։ Բան, այդ արիխի մեջ, այդ պոպոկի մեջ ոչ մի վնասակար բան չկա, բաց այդ, որ ինքը այրում է։ Դրա համար ասում եմ 10 օր ընդունեք, 10 օր ընդունեք։ Ուզում եք անգամ մինչև այդ խմելը մի 2 ժամ առաջ մի քթալ ալիվկովի ձետ խմեք, որ ստամոքսը սմազկա անի։ Հա, մի քթալ ալիվկովի ձետ խմեք, հա, ստամոքսի համար էլի, մի 2 ժամ անցնի, հետո այդ խմեք, ես չեմ խմել, ես չեմ պատկերացնում, կարող է այրում է, եթե այրում է չեք կարողանում, ջուր ավելացրեք, մի բաժակի 2 հատ գրեցկի արիխ, բաժակի մեջ, հետո կիպիտոկ եք լցնում,
եռացած ջուր եք լցնում, թողում եք տենց մնա, մինչև սառչումը, այդ ջուրը խմում եք, 10 օրից 10 օր շատ վախում եմ ասում, ինչ-որ դեղամիջոց, ես 10 օր արեք, տեսեք փոփոխություն կա, թե չկա, կա, թե չկա, միաժամանակ հետո նորից սկսեք, որտեվ կարող է շատ ուժեղ է ձեր զոբը, շատ մեծ է ձեր զոբը, 10 օրը քիչ է, բայց եթե զգացիք փոփոխություն, արդեն դեպի լավն եք գնացել, որը ժամանակ նորից կրկնեք, բայց ես այն ձևի ռեցեպտներ եմ ասում ու այնքան մեղմ եմ ասում, որ չվնասի, թող չբուժի, քիչ լինի ասածս նորման քիչ լինի, չբուժի, բայց չվնասի, իմ համար ամենաառաջինը չվնասելն է, իսկ ու ամենաառաջինը դեղամիջոցից, որ ասում են, մտածում եմ ստամոքսի ու աղիների մասին, որ չվնասի, աղիները ստամոքսին վնաս չլինի ու նայում եմ բաղադրությունը, ինչ նյութերից է այդ մթերքը, ինչը այդ դեղամիջոցի մեջ է, էֆիրնե մասլա մեջը, չգիտեմ վիտամինները, չգիտեմ բիլոկա ինչ կարող վնասի, բայց ամենակարևորը ստամոքսի ու աղիներին չվնասի, այդ ձև որ անեք աղիներին ստամոքսին չի վնասի, ես ինձ մինիմում դոզա եմ ասում, ասում եմ, որ անգամ օգուտ չտա, բայց չվնասի, այդ ձևի դոզա եմ ասում, 10 օր փորձեք, տեսեք, փոփոխություն կլինի, թե չէ, եթե մի քիչ փոփոխություն կա, ուրեմն միառժամանակ մի 20 օր հետո նորից նորից շարունակեք, եթե փոփոխություն չեղավ, գուցե շատ խորն է ձերը, էլի 20 օր հետո էլի կրկին փորձեք, էլի արեք, բայց ստամոքսի մասին մտածեք 2 ժամ շուտ, այդ ալիվկովый միգդալ, ձիթապտղի յուղ, ձիթապտղի միգդալ խմեք, միած ստամոքսը սմազկա արեք, 2 ժամ հետո նոր այդ ջուրը խմեք, չգիտեմ, այդ զոբը թույլացնում է ամբողջ օրգանիզմը, ինքը շատ կարևոր է ինքը, որ առողջ լինի, այլ որ մի քիչ կարդաք բժշկական նյութեր, լեկցիաներ, բժշկական էնցիկլոպեդիա կտեսնեք, մարդու օրգանիզմը ոնց մեքենա, այսինքն չոտքի աշխատում է, Աստված չանի, մի բան նես չլինի, հետևանքա ունենալու, զբոյա տալու, այն մեքենայի մեխանիզմի նման, ավելորդ բան չկա, այդ որ գլանները հանում եք, կուրեղքը հանում եք, դրանք հեչ ավելնորդ չեն, ի դեպ ասեմ, տենց, 10 օր հետո փորձեք ու վաբշե դեղամիջոցները խմում եք, լուրջ եմ ասում, եթե տենց կիսլի, չգիտեմ ինչ տենց բաներ կան, թթու, չգիտեմ կծու, չգիտեմ վառող, տենց բան կան, միշտ իմացեք, մի հատ ձիթապտղի ձետ խմեք, 2 ժամ հետո արդեն դա կմարսեք, մաքուր ստամոքս կունենաք, այդ դեղամիջոցը խմեք, այն որ կարող վնասի ստամոքսին ու դեղամիջոցներ, որ ասում են, մի հատ բացեք բաղադրությունը նայեք, վնասակար խումբ չի, պոպոկը վնասակար չինք, ներգիտեք, բոլորս ուտում ենք, չգիտեմ, շատ, անգամ նոտարուն ես չեմ ուզում, աման կեղտոտեմ բան, գնում գալի չարազ եմ ուտում, տենց եմ կշտանում, որտև զահլա չկա, ապսեմ, լուրջ եմ ասում, երևի մի ամիս տենց գնում է իմ մոտ, լավ ու գլխավորը լավ չաղացնում էլ այդ էլ ասեմ, ով որ որոշի իմ նման տենց անի, իմացեք, որ լավ քաշ ես գցում, թեկուզ ոչ մի բան չես ուտում, չես խմում, մենակ ձերքի հետ ես ուտում ու քո գործերով ես գնում, բայց քաշ ես գցում, լավ, կներեք որ սենց ուշ,
չգիտեմ դուք հիմա կնայեք, թե չեք նայի, արդեն հուսահատ որ կասեմ ինչ-որ բան, բայց դրանից վնաս չի լինի, հաստատ արեք, որտև ու իմացեք այդ զոբը թուլացնում օրգանիզմը, ամեն ինչի վրա ազդում է, ինքը շատ վատ է զոբ ունենալը, ահա որ վատ է, ամեն ինչի վրա ազդում է ինքը, և թույլը զգալ, և էս, և են, ամեն ինչի վրա, ուշադիր եղեք, այս դեղամիջոցը անպայման փորձեք, ես նորից եմ ասում, ես այնքան փոքր դոզա եմ տալի, մտածելով, որ չվնասի, առաջերտին չվնասի, երկրորդ հերթին եմ նոր մտածում, կբուժի, թե չի բուժի, ոչ մեկ չի կասկածում, որ պոպոքը վնասակար չի, թույնավոր չի, ոչ մեկ չի կասկածում, բոլորն է գիտեք, там эфирное масло, белок, որ ուղեղի համար է լավ, չգիտեմ, յոդ и так далее. Առողջություն բոլորին, նորից կներեք, որ նայեք, ես ասում եմ, դա ոչ մեկի վրա չեմ փորձել, դեռ ոչ մի ծանոթ տենց չեմ ունեցել, բայց անպայման զոբին հետևեք, որտեղ նա կարող է և թույնավոր զոբ դառնա, այդ ընդհանրապես խեղդվելու եք, ընդհանրապես, այն ՏՏԳ անալիզը, որ հանձնում եք, խնդիրներ է լինում, թանկեր անալիզ է, այդ մարդիկ չեն ուզում հանձնել, որտև թանկ է, եթե անգամ ՏՏԳ անալիզը հանձնել եք, արյան անալիզը, խնդիրներ կա ՏՏԳ-ի մեջ, անպայման արեք, առողջ եղեք։